Ես հասկանում եմ, որ բոլոր մարդիկ հիմա դժգոհ են, բոլոր մարդկանց մեջ հասունանում է պայքարը, բայց ոչ մեկ չի համարձակվում, չգիտես ինչու դուրս գալ փողոց, եւ մենք չնայած որ ոչ մի քաղաքական ուժ չենք ներկայացնում, ոչ մեկի կողմից չենք ղեկավարվում, չենք ենթարկվում եւ այլն, բայց խիղճը չի թողնում մնալ տանը։ Խիղճը չի թողնում որևէ այլ բանով զբաղվել այժմ։ Եվ ես զարմանում եմ բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են մնալ տանը, որովհետև 5 տարի շարունակ Նիկոլը դավաճանում է Հայաստանի Հանրապետությունը, Նիկոլը ոտնահարում է ազգային բոլոր արժեքները, Նիկոլը տապալում է ամբողջ պետությունը, պետական համակարգը կազմաքանդում է բոլոր օղակները եւ այլևս մենք տեսնում ենք, որ պետությունը գրեթե չի աշխատում։ Մենք ենթակա ենք այսօր արդեն լրջագույն սպառնալիքի ընդհանրապես ոչնչանալու ու հանկարծ այսքանից հետո Նիկոլը հանդես է գալիս ամենաերևի թե ծանր նախաձեռնությամբ ջարդելու մեր հիմնասյունը հայ առաքելական եկեղեցի։ Եվ դրա համար մենք այս անգամ այն որ ասում են կարմիր գիծը վերջնական հատել է Նիկոլը։ Եթե մնացած ամբողջի հանդեպ ինքը հորինում էր տարբեր բացատրություններ, ապա այս անգամ եւ ոչ մի բացատրություն ինքը այլևս չի կարող ներկայացնել։ Ես ուզում եմ դիմել բոլոր մարդկանց, ովքեր երբեմն գոնե վառում են մոմեր եւ աղոթում են առ Աստված։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ ձեր հավատը ոտնահարված է։ Որտեղ եք դուք այժմ, երբ որ Նիկոլը համարձակվել է պղծել հայ առաքելական եկեղեցին։ Ինքը պղծել է մեր սրբություններից մեկը, մեր հարազատ սուրբ հողերը Արցախը, ինքը հանձնել է Արցախը թշնամուն, դա մենք չգիտես ինչու մարսեցինք, մենք շարունակաբար մարսում ենք, որ օտար երկրյա պետությունների ներկայացուցիչները, այդ թվում թշնամական պետությունների ներկայացուցիչները գալիս են լծվում են Հայաստան, բայց հիմա, եթե մենք հանդուրժենք այս քայլերը, այլևս ընդհանրապես իմաստ չի ունենա համարել, որ մենք ունենք Հայաստան եւ մենք հայ ենք։ Ըստ ձեզ ինչու է նա եկեղեցու դեմ արշավ հայտարարել, քանի որ գիտենք սահմանադրությամբ պետությունը եւ եկեղեցին անջատ են իրարից, նպատակը Առաջինը իհարկե իր համար վաղուց սահմանադրությունը եւ ընդհանրապես որևէ օրենք արժեք չէ, իսկ այս պարագայում ինքը ընկալում է, որ միակ բանը, որ շարունակում է պահել Հայաստանը, դա հենց հայ առաքելական եկեղեցին է։ Եվ ես գիտեմ, որ տարբեր վերլուծաբանները մեկնաբանում են, որ Ադրբեջանի մոլլաները հարված սկսեցին հասցնել եկեղեցուն եւ ինքը պարզապես կրկնեց իրենց, սակայն ես վստահ եմ, որ դա շատ վաղուց էր իր մեջ։ Եվ մենք կհիշենք, որ 18 թվականին ինքը նախաձեռնեց ինչ-որ արշավներ, դա իրեն չհաջողվեց, այժմ լկտիության բոլոր սահմանները հատել են։ Մենք պահանջում ենք առաջին հերթին իհարկե ոչ թե հրաժարական։ Ես չեմ պահանջում հրաժարական, ես պահանջում եմ դատել Նիկոլին անմիջապես։ Ու ես պահանջում եմ անմիջապես քրեական պատասխանատվության ենթարկել իր կենակցին այս ամբողջ բոլոր տեսակի օրենքները ոտնահարելու համար, անձնական վիրավորանքի, կենակիցը Աննա Հակոբյանն է։ Ինքը շարունակաբար ամենավերջի բարերով, ես հայհոյանք նույնիսկ չգիտեմ արդեն ինչ սահմաններ իրենք, ես հասկանում եմ, որ կրթություն չունեն, ես հասկանում եմ, որ այդ խորդանոցներում իրենք են մեծացել եւ որևէ կրթություն չեն ստացել, դրա համար երբեմն փորձում են ասել, որ կրթությունը նորաձև է, որ իրանց ներշնչեն, որ կրթություն են ուզում ստանալ, այնուամենայնիվ իրենց պետք է դատել, անհապաղ։